Ես անկեղծ իմ տպավորությունը ասեմ, այն ինչ որ դուք հիմա ասում եք։ Իմ հիասթափված ախպեր ասա։ Նա մեծ մասին պետք չի։ Ինչա պետք մեծ մասին կարծես։ Մարդիկ այդ առաջադեմ շրջանակները, այդ պսևդոինտելեկտուալ քաղաքասարակության ներկայացուցիչները ապրում են այնպես, կարծես թե Բաքվում մարդ չկա։ Իրանք լրիվ ուրիշ իրականություն են ապրում։ Ես Բաքվի մարդկանց անգամ դες դրա համար Բաքվի մարդկանց մասին չեմ ասում։ Իրանք թքած Ես Հայաստանի այսօրվա ղեկավարության Ռուսաստանի դեմ են պատերազմում։ Ռուսաստանի դեմ։ Իրանք Ռուսաստանի դեմ են պատերազմում։ Հայաստանի հետ իրանք կապ չունեն։ Իրանք Ռուսաստանի դեմ գլոբալ համաշխարհային պատերազմի առաջամարտիկ զինվորներ են ներկայացնելով Կովկասյան ռազմաճակատը։ Իրանք Հայաստանի հետ կապ չունեն։ Եվ ցավոք սրտի մշակութային պրոպագանդիստական հեգեմոնիայի այդ կոճակը իրանք ձեռքում է։ Եվ իրանք այդ կոճակը անջատել են, որ մամուլում, մեդիա հարթակներում այս հարցերը Ադրբեջանի հետ կապված այս կնճռոտ հարցերը չնկատելու տրվեն։ Խլացվեն։ Շատ լավ։ Եվ ես չգիտեմ ինչ այսինքն որ մենք խոսում ենք բացարձակ որևէ կերպ այդ խոսքը չի տարածվում, սիրելի հայրենակիցներ, կարող եք մեկնաբանություններում գրել, տարածվենք, բայց լծակները մեր ձեռքում չեն։ Էդմոն Մարկոնը դրա համար էր մանդատ ուզում։ Մանդատ ինչի համար։ Այն որ մեր ժողովրդի այդ անբարոյական խոսույթը բերելա, չէ, աթոռակռիվ։ Աթոռակռիվը նրա համար էր, որ մարդիկ ինչ-որ լծակ ունենան, ինչ-որ հարց կարողան լուծեն։ Աթոռը դրա համար է, առանց աթոռ հարց չես կարող լուծես։ Այս աթոռով հարց չի լինում լուծել։ Անդե աթոռով է լինում հարց լուծել։ Եվ հիմա հարց լուծելու աթոռների նստածները այս հարցերը հետաքրքրված չեն դեմա ինչ կանել, ասենք։